Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մենք հենց նոր մերժեցինք ընդդիմության առաջարկը ազգային ժողովի նիստերի օրակարգը ընդգրկել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը քննարկելու մասին, բայց մի հետաքրքիր իրոնիա կա էլի այս ամեն ինչի մեջ։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկա են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառք է կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Հայաստան դաշինքը, ձեր Հայաստան դաշինքի նախկին անդամ ինչ էր, Անդրանիկ Թևանյանը, այս վերջերս էլ նոր անդամ Հայաստան դաշինքից միացավ Անդրանիկ Թևանյանի բանին, ինչ ասեմ, պրոքսի ուժին, երեք տեսա Գեղամ Մանուկյանն էր խրոխտ կերպով պաշտպանում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր սրիկային։ Ու դուք եկել խոսում եք ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին, կառավարումը լիակատար ձախողել է Գյումրիում։ Ես մտածում եմ, ես անկեղծ լինեմ, շատ մարդիկ մտածում են, դե լավ, փաստորեն այս նախկինները վերադարձան Գյումրիում, գուցե մի փոքր փոխված լինեն ու այս անգամ կաշառակերությամբ չզբաղվեն։ Պարզվեց չէ, ընդամենը 6 ամսվա մեջ վերադարձան ըստ հակակոռուպցիոն կոմիտեի իրենց սիրելի զբաղմունքի։ Շնորհակալություն։ Ալխաս Ղազարյանը անում է Վահագն Ալեքսանյան, ամեցիկ։ Շնորհակալություն։ Այդ ժողովրդի քվեի մասին եք խոսում, պարոն Մինասյան։ Ինչ ժողովրդի քվեի մասին եք խոսում, ասում եք ժողովրդի քվեով։ Ժողովրդի քվեն Գյումրիում բաշխվել է հետևյալ կերպ։ Ժողովուրդը 2 անգամ ավելի շատ ձայն տվել է քաղաքացիական պայմանագրին, դուք էլի ինչ որ մկանցակ էիք մտել, ինչ էիք մտել, ձեր անունով առաջադրված չէիք, որտեվ գիտեք, որ մարդիկ նողկում են ձեր քաղաքական ուժից, պարոն Մինասյան։ Պատիվ ունեմը գնացել էր Մարտուն Գրիգորյանի դեմքով գնաց ժողովրդին խափեց, սուտ ասեց, սենց կանգնեց, ասեց ԿՊ-ն Վարդանիկի միջոցով ուզում է քաղաքը տանի, ձեները մարդկանցից հավաքեց, գնաց ու այդ ձեները ծախեց Վարդանիկին ուղիղ իմաստով։ Գյումրու ու Սերժ Սարգսյանի միջև ընտրեց Սերժ Սարգսյանին, Սերժի ասելով ընտրեց Վարդանիկի։ Ու դրանից հետո տեղի ունեցավ են ձեր քաղաքական այդ սիմբիոզի, ձեր քաղաքական այդ խաչասերման, Սերժա-քոչայանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Դուք հասկանում եք, ախր մարդը մտել աշխատասենյակ, ասում այստեղ սաղ ժուչոկներ են, զգուշ է պետք լինել, բան, պրիվետ տղերք, բան, արա նույնիսկ այդ հասկանալով այդ մարդը չի կարում իրան զսպի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Ասենք հերոինից երևի այդ նարկոմանները այդպես կախվածություն չեն ունենում, ոնց որ դուք ձեր քաղաքական թիմերն էլի նկատի ունեմ, ձեր արժեհամակարգային իմաստով ունեք այդ կաշառք կոչվածից։ Եկել են ասում, պետության կառավարումը իմպիչմենտ, պարոն Մամիջանյան։ Ձեր երկու քաղաքական թիմերին մի պստիկ իշխանություն էր տրված Գյումրիում, միանգամից վերադարձակ ձեր սիրած գործին։ Միանգամից վերադարձակ ձեր սիրած գործին։ Հիմա եկել ասում եք կներեք, հիմա եկել ասում եք մեզ պետության իշխանություն տվեք, որ գաք ինչ անեք։ Նորմալ մարդը, սենց
в здравом смысле ձեր աշխատանքային լեզվով ասած։ Ձեզ կի մի հավաբուն չի վստահի, որ դուք կառավարեք։ Հավերին կտանեք, այնց կծախեք, ասենք մարդկանց աչքերը բաց կմնա, եկել է մեզ պետություն վստահ։ Էդուարդ Աղաջանյան։ Անոնիմ կաշառակերների ակումբ կարելի է բացել, պարոն Ալեքսյան։ Գան ասեն, բարև ձեզ, ես Էսինչյան Էսինչն եմ եւ ես կաշառակեր եմ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես հարց է առաջացնում ընդդիմության գործունեությունը, երբ սա արդեն որրորդ հայտարարության նախագիծն է, որը բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ չի ընդունվելու եւ մերժվելու է ԿՊ-ի կողմից, եւ ըստ տրամաբանությանը անկեղծ ասած չեմ հասկանում, որտեղ ենթադրվում է, որ եթե իսկապես նպատակը որևէ հայտարարության ընդունումն է, նախ եւ առաջ նախքան նախագծի շրջանառության մեջ դնելը, տրամաբանորեն պետք է քննարկվեր քաղաքացիական պայմանագրի, այսինքն մեծամասնության հետ, որպեսզի նախագիծը ընդունվեր։ Բայց բնականաբար մենք նմանատիպ գործունեություն եւ գործելակերպ չենք տեսնում, նախ հայտարարություն կամ հայտարարության տեքստի համար, որը գալիս է այստեղ եւ մերժվում է եւ այստեղ հարց է առաջանում, ինչով եք դուք զբաղված, հարգելի գործընկերներ, եւ ինչն է այս ամեն ինչի իմաստը։ Հայտարարություն եք ուզում տարածեք, պարոն Մամիջանյան, ինչ եք վերում այս նիստի օրակարգ եւ պարտադիր ուզում, որ մերժվի ձեր նախագիծը։ Ձեր հայտարարությունն է, տարածեք, մի բերեք ստեղ կամ եկեք ստեղից ելույթ ունեցեք, ելույթի տեսքով տարածեք։ Եվ երկրորդը ինչ վերաբերվում է Գյումրի քաղաքում տեղի ունեցածի հետ կապված եւ պարոն Մինասյանի ելույթի հետ կապված, ես մի հարց ունեմ մեր ընդդիմությանը եւ կխնդրեմ անպայմանորեն անդրադառնալ այս հարցին։ Հիմա որ պարզվի, որ քննությունը ապացուցի, որ տեղի է ունեցել կաշառք։ Դուք ձեր դիրքորոշումը, պարոն Մինասյան, մասնավորապես ձեր, որն առնելու կամ եթե պարզվի, որ կաթողիկոսը իսկապես դրթել է կամ, չգիտեմ, սահմանափակել է X հոգևորականի գործունեությունը կամ քաղաքական դրդապատճառներով սահմանափակել է դա։ Պետք է արդյոք կաթողիկոսը ենթարկվի քրեական պատասխանատվության, թե ոչ։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցին։ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության քարտուղար Արծիք Մինասյանը։ Նախ, պարոն Ռուբինյան, ձեզ, պարոն Ալեքսանյան, հորդորում եմ այս ամբիոնից վիրավորական արտահայտություններ չանել։ Մկան կամ չգիտեմ ում ծակը, չգիտեմ դուք եք մտել, պարոն Ռուբինյանը, իսկ երբ որ դուք էլ այստեղից կոռուպցիոներ սրիկա արտահայտություն է անում ազգային ժողովի փոխնախագահը, նորից եմ կրկնում, առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձին մեղավոր եք հայտարարում կարգում այստեղից, չի կարող ձեզ որևէ գործողություն լինել այլևս տրամաբանության ժողովրդավարության իրավական ընթացակարգերի ներքո։ Այո, պարոն Աղաջանյան, եթե արդար դատաքննության պարզվի այդ հանցագործությունները, մենք ինքներս ենք դատապարտելու։ Ինչ է մեր ասածը։ Այդ շոուները, որ բեմադրվում է եւ այստեղից հաստատական պնդումներ են կատարում, վիրավորական արտահայտություններ են անում, դա պատիվ է բերում ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը։ Վստահաբար ոչ։ Բայց դուք շարունակում եք նույն տեմպը։ Ինչի, որովհետեւ դուք հասկանում եք, որ կորցրել եք ժողովրդի այն վստահությունը, որ սրանից 7 տարի առաջ եկաք։ Եվ ձեր ներկայացված մեղադրանքները ամեն օր դատարաններում փշրվում են։ Փշրվում։ Եվ այդ վստահ տոնով երբ որ ասում եք, որ ով էր ասում 6 ամիս 2 օր է պահանջ 6 ամիս իդեպ 2 օր պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդու վարկաբեկելու եւ կեղծ առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում ստեղծել այդպիսի իրավիճակ։ Այդ 6 ամիս 2 օրը ձեր ժամկետն էր, բայց հենց դուք տեսեք, թե 7 տարի ինչեր եք արել։ Ինչքան պիտի բացահայտվի, եւ ինչքան, պարոն Ռուբինյան, ավարտելով խոսքս ձերից ձևակերպամ, ինչքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից։ Պարոն Մինասյան, մենք ձեզնից տարբերում ենք նրանից, որ մեր
դեպքում կոռուպցիան սրիկան կապ չունի, որ կուսակցությունից է։ Ցանկացած ուժից եթե կոռուպցիոն սրիկա բացահայտվում է, գնում նստում է ու բոլոր կոռուպցիոներ սրիկաները հայտնվելու են այնտեղ, որտեղ իրենց պատկանում են։ Ինչ վերաբերում է ամեղության կանխավարկածին, բա մի ասա, ինչ եք խախտում մեր ամեղության կանխավարկածը եւ մեզ մեղադրում քաղաքական ռեպրեսիաների մեջ։ Մի խախտեք մեր ամեղության կանխավարկածը։ Դե ուրեմն կոռուպցիոներ սրիկանել է քաղաքական գնահատական։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Հայկ Կոնջորյանը, խմբակցության ղեկավար։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ միակ ճգնաժամը, որ կա, դա անդիմության քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամն է, որի հետ մենք գործ ունենք եւ դա հաստատուն քայլերով ճգնաժամից վերածվում է վախճանի եւ դրա ամենավառ ապացույցը այո Գյումրիում տեղի ունեցած ու երեք բացահայտված կաշառակերության այդ շռնդալից դրսևորումներ, որտեղ գիտեք ընդդիմությունը, հարգելի գործընկերներ, դուք ձեր քաղաքական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, հասկանում եք, ես պատկերացնում եմ, էլի, օրինակ Վարդանիկը ինչքան է սպասել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասես ես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Ու հասկանում եք, Վարդանիկը ոնց որ ձեր անոնսն է, ձեր իշխանության հիմա մենք թիզերը կամ, հա, էլի, Վարդանիկը, կարելի է նայել Վարդանիկին եւ տեսնել թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր դուք իշխանության գաք։ Այսպես բան եք անելու, սենց բանը ձեր ախորժակները բացվելու է, որ ոնց եք դուք գալու հերթական անգամ անելու են, որ դուք ընդունակ եք։ Միակ բանը, որին դուք ընդունակ եք, դա է կաշառակերություն, ընդ որում շատ մանր, շատ ինտելեկտը չպահանջող, ընդ որում միշտ դա հիմնավորելով ինչ որ ազգային, այս բաները չէ, նախագիծներ ազգային կաշառակերություն չի դա։ Բա որ այդ կաշառակերությունը բանը անում, ասում է եկեղեցուն պարտք եմ պիտի տամ։ Դուք հասկանում եք, դուք եկեղեցին դրել եք կաշառակերության զոհասեղանի վրա եւ ինչքան կարողացել եք եկեղեցին ու բոլոր սրբությունները ոտնատակ եք տվել։ Ու հիմա եկել խոսում եք արժանապատվությունից, ազգայինից եք խոսում։ Դուք ասում եմ, դուք կաշառակերության ջահակիր ասպետներն եք, դուք տոհմիկ կաշառակերության բանն եք, որ հանրությունը միշտ ու Վարդանիկը իրականում։ Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեգել վազում էր։ Վազող հուշարձանն է Վարդանիկը կաշառակերության, եւ մարդիկ տեսան դա, եւ պիտի միշտ դա դաշվի մեր ժողովրդի հիշողության մեջ, որ մենք չմոռանանք ձեզ։ Որտեւ լավ է, որ դուք կաք, որ մարդիկ չմոռանան, որտեւ մենք միշտ կանգնեցնում ենք օրինակելի մարդկանց հուշարձանը, բայց պետք է նաեւ երբեմն այդպես ամոթի հուշարձաններ լինեն, որ նայենք ձեզ եւ իմանանք թե ինչից է պրծել է ժողովուրդը։ Ազգային ճգնաժամ, չէ՞ մի չէ։ Ընդդիմության քաղաքական վախճանի մասին էր այս նախագիծը։